Սակայն Պոլսում, ինչպես եւ Էջմիածնում, Կոմիտասը չի գտնում անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իրագործելու իր բոլոր ծրագրերը։ Ավելին, եթե Էջմիածնում նա հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Թեև հակառակ արգելքների շարունակում էր բոլորանվեր ծառայությունը հայ երգարվեստին։ Մինչև 1915 թվականի ապրիլը։ Շուրջ 600 ձերբակալված հայ մտավորականների մեջ էր նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվում է Անատոլիայի խորքերը, ականատես դառնալով սեփական ժողովրդի բնաճնջմանը։ Թեպետ եվրոպական եւ ամերիկյան դեսպանների միջնորդությամբ Կոմիտասը վերադառնում է Պոլիս, սակայն վերապրած սարսափները անջնջելի հետք են թողնում վարդապետի վրա։ Կոմիտասն առանձնանում է արտաքին աշխարհից, ներփակվում ծանր խոհերի մեջ։ Կոմպոզիտորին տեղափոխում են Շիշլիի հիվանդանոց, իսկ մի քանի տարի անց հայ երաժշտության հանճարը բառացիորեն բանտարկվում է Փարիզի Վիլժուիվ արվարձանի հոգեբուժարանում, որտեղից այլևս երբեք դուրս չէր գալու։ Շուրջ 20 տարվա տառապանքներից հետո 1935 թվականի հոկտեմբերի 22-ին հիվանդասենյակի մռայլ պատերի մեջ Կոմիտաս վարդապետը ավանդում է հոգին։